Ահա, գնացինք, ուրեմն ես։ Մաթի ինչ մեթոդներ գիտես, Միլենա ջան, որ կարաս ասես, իրանց ասես, որ մեթոդները գիտես ու այդ մեթոդի նշանակությունը, ինչա ընդհանրապես իր ֆունկցիոնալությունը, էլի ինչա ինքը անում։ Ասա մի քանիս։ Եվ ինչ է անում մի քանի թվերից։ Ինչ է անում մաքսիմում։ Ամենամեծ թիվ վերադարձնում, օքեյ, հետո։ Ահա, մոդուլով թվեր գրենք, բայց ինչ թիվ գրենք, իրա բացարձակ արժեքն է վերադարձնում։ Նա։ Էլ որը գիտենք։ Սեյլը ինչ է անում։ Ահա։ Իսկ աստիճան բարձրացնելու համար ով է պատասխանատու։ Որ մեթոդը։ Չէ։ Ֆլորը ինչ է անում։ Ֆլոր, ֆլոր չէ, ֆլորը տատի անուն է, բանը, ֆլոր, մատ ֆլոր, հատակ է նշանակում, չէ, բանին ինչ պետք է ասել, ինչ է ինքը անում, ոչ մաթեմատիկական մեթոդներով, բայց կլորացում անում դեպի ներքև, չէ, լավ, վրեժ ինչ մեթոդներ կավելացնես ես քանին, որը որ չասեց Միլենան, ինչ է անում ռանդոմը, չէ, մի րոպե, այդ մատ ռաունդը հետաքրքիր բան ես ասում, մի վայրկյան հետ ինձ հետաքրքիր է, այսինքն, որ ես բան անեմ, մատ ռանդոմ գրեմ, հա, կոնսոլ լոգ անեմ, մատ get random, հա, հետո ինչ պիտի անեմ, չգիտեմ, գրեմ 99, հա, կողքը, ոնց վերադարձնի 1-ից 99 թվերը, սովորական, ինքը ինչ է վերադարձնում, սենց որ գրում եմ, ինչ է վերադարձնում ինքը, հետո, դու ասա ես եկան, ինչ, չէ, մատ random էսի, ինչ է վերադարձնում, հիմա որ սենց գրեմ, ինչ է վերադարձնում ես բանը, մաթի մեթոդը, Էր ինչ է վերադարձնում ես մաթի մեթոդը, նես, չէ, մանե, պատահական թվեր է գեներացնում, որ միջակայքում,
Այո, 0-ից 1 միջակայքում, չէ՞։ Երեխեք, math random-ը մեզ թվեր է գեներացնում 0-ից 1 միջակայքում ու ամեն անգամ random արժեք, պատահական արժեք։ Հիմա, տեսեք, գնում եմ կոնսոլ, այս անգամ 0.6 է, չի բացառվում, որ սա կրկնողության արդյունքում նույն թիվը վերադարձնի, բայց հավանականությունը շատ փոքր է, բայց չի էլ բացառվում, որ ինքը այդ պատահականության սկզբունքով այնքան անես, որ ասենք խոսքի նույն թիվը վերադարձնի։ Հիմա ես ամեն անգամ, որ edge-ս reload եմ անում, ինքը ամեն անգամ թիվ է գեներացնում, բայց կարևոր ֆակտորը իրա նա է, որ ինքը թիվը գեներացնում է 0-ից 1 միջակայքում, այդ անպայման հիշեք։ Իսկ Վրեժ ջան, քո ասածը, եթե ես ուզում եմ, որ ինքը 1-ից 9 միջակայքում անի, ես սա բազմապատկում եմ 10-ով, այսինքն ես 0.8-ը, որ 10-ով բազմապատկեմ, կլինի ինչ։ Կգա նիշով առաջ, չէ՞, տես արդեն փոխվեց։ Ու եթե այս ամեն ինչն է կլորացնեմ դեպի ներքև, մատ ֆլորով, այսինքն ինքը բան կանի, չէ՞, կիչացնի թիվը ներքև ու ամբողջական թիվ մեզ հետ կվերադարձնի։ Այսինքն math random մեթոդը հիշում ենք, թիվ է գեներացնում 0-ից 1 միջակայքում եւ եթե ուզում ենք այդ թիվը լինի 1-ից 9 միջակայքերի շրջանակներում ինքը պետքա բազմապատկենք 10-ով, բնականաբար ուտեն շարունակ, հա, եթե ուզում ենք լինի 1-ից 99 միջակայքում, դա արդեն դի բազմապատկենք 100-ով։ Լավ, ուրիշ ինչ մեթոդ կասեք երեխեք, ով է հիշում, ով մնացածը չեն ասել։ Որը։ Այո։ Եվ ինչ պարամետրեր է ընդունում, ինքը ընդունում է թե չէ, օրինակ random-ը չէր ընդունում, չէ, այսինքն երեխեք պարամետրեր ընդունելը ինչ է նշանակում, տեսեք, math-ի մեթոդը, math-ի ֆունկցիա է, ավելի ճիշտ, math-ի ֆունկցիա է, որը կանչում եմ կետով, random, եթե կողքը փակագծեր, կարող եմ ինքը ֆունկցիա է։ Եթե ստեղ ինքը արժեք է ընդունում, ուրեմն պարամետրեր ընդունում է, եթե չէ, չէ, օրինակ random-ը չի ընդունում։ Floor-ը չի ընդունում, ճիշտ է, Sale-ը չի ընդունում, Round-ը չի ընդունում։ How-ն ընդունում է արժեք, եթե հա, ինչ արժեքներ է ընդունում։ Այո։ Առաջի արժեքը որն է, կներես Էրիկ ջան, առաջի, նա ինչ ես ասում, հարցի պատասխանը հետևյալ ձևով ես ասում։ Ասում ես mat.pow մեթոդը ընդունում է արժեքներ, ֆունկցիան կամ ընդունում է արժեքներ, որից առաջի մեթոդը սա է, առաջի արժեքը սա է, երկրորդ արժեքը սա է։ Ինչև դու ասես, ես console log-ի մեջ կդնեմ այդ ասածը mat get pow ու գրում եմ։ Հիմա երկու հատ պարամետր եմ գրում, 2 ստորակետ 5։ Առաջինը որն է, երկրորդը որն է։ Ինչն է։ Այսինքն երկու թիվը 5 աստիճանով, հա։ Շատ լավ ապրես։ Հետո էլ ինչ մեթոդ կա։ Ինչ է անում մինը։ Ինչի 3, կարամ 15 հատ գրեմ։ Պարտադիր է, որ 3 հատ լինի։ Ասենք օրինակի մեջ 3 հատ ենք գրել, բայց չենք սահմանափակվում, հա։ Կարա 2 հատի մեջից է հանի, կարա 20 հատից ու տենց տասնյակ անգամ շատ էլեմենտների մեջից, հա, տարերի մեջից հանի մինիմում արժեքը։ Լավ, նենց որ ֆիքսված չենք խոսում։ Չենք ասում 3 արժեք է ընդունում, ասում ենք ընդունում է մի քանի արժեքներ, որպեսզի մեր խոսքը ճիշտ լինի, ընդունում է մի քանի արժեքներ, որոնցից դուրս է բերում ամենափոքր արժեքը ու վերադարձնում է մեզ, ճիշտ է։ Շատ լավ։ Մինիմումն էլ հասկացանք։ Ուրիշ։
Ռաունդի մասին Միլենան խոսացել էր։ Հա, ուրիշ։ Արմատի համար ո՞րն է պատասխանատու։ Ինչպես։ Մատ SQRT։ Ինչ է ընդունում, ինչ արժեք է ընդունում ինքը Միլենա ջան։ Քանի արժեք է ընդունում կամ։ Այսինքն, որ այդ մի արժեք ընդունում է, իրանից ինչ է անում, բարձրացնում է քառակուսի, թե արմատ է հանում։ Արմատ է հանում ու վերադարձնում է մեզ։ Okay, լավ։ If else-ի մասին ով կխոսա, երեխեք, պայմանի օպերատորի համասով ով կխոսա։ Պայմանի օպերատորը երբ է մտնում առաջի սկոպքի մեջ ու ոնց է այդ ամեն ինչը լինում։ Ասա մանեկ։ Լավ, ճիշտ է։ Երեխեք, մի հատ ինձ ասեք, тогда երբ ենք ստանում undefined։ Երբ ենք մենք պատասխանը ստանում undefined։ Շատ լավ է, ընտիր։ Բայց մենակ այդ document write-ը մոռացի։ Ժամանակավորապես մոռացի, ուղղակի հիշի, որ այտենց բան կա, բայց որ ինչ խոսում ես, console log-ով ասա, որ ավելի պրոֆեսիոնալ երևաս։ Լավ։ Console log, պրակտիկ։ Շատ լավ է, undefined։ None-ը երբ ենք ստանում։ Ահա։ Ինչը թիվ չէ, Երիկ, մի հատ նորից կասես։ Ուզում ես բացես none-ը։ Not a number։ Բայց երբ ենք ստանում none։ Հա, որ գործողության, օրինակ մի հատ օրինակ բեր, ասա, այս ինչ անելուց կստանամ none։ Վրեժ։ Չէ։ Դա ի՞նչն էիր ստուգում 3 հավասարը։ 3 հավասարը ի՞նչն էր ստուգում։ Անե ջան, ի՞նչն էր ստուգում 3 հավասարը։ Ոչ միայն արժեքը, այլ նաև տիպը։ Ի տարբերություն, հա, երկու հավասարը մենակ ընդունում է երկու կողմերի արժեքների հավասարությունը, չէ՞։ Իսկ none-ը երբ ենք ստանում։ Այսինքն ոչ ֆորմալ ձևով երեխեք ջան, ուզում ենք գործողություն անենք։ Այսինքն
string-ը ոնց թվի հետ բազմապատկենք, դա ինքը չի ընդունում ու չի հասկանում, դրա համար էլ ինքը նան է վերադարձնում մեզ։ Բայց նանը նանին հավասար է, թե չէ։ Հավասար է։ Ինչի է հավասար բա։ Միշտ նույն պատճառով ենք նան ստանում։ Հիմա որ 3 անգամ ABC անեմ, կստանամ նան, չէ։ Հետո որ 7 անգամ FD անեմ, էլի կստանամ նան, չէ։ Դրանք նույն նաներն են, տարբեր պատճառներով եղավ, չէ, իմ ստացած նանը։ Քանի որ իրանք տարբեր պատճառներով են լինում, դրա համար է հավասար չեն։ Իսկ undefined-ը undefined-ին Շատ լավ։ Ես եմ ուզում ասել։ Okay, լավ, երեխեք ջան, այս թեմաները սենց բան եմ կանում, անընդհատ ծամծմում ենք բանը, բայց իրականում իրանք շատ կարևորագույն սենց ֆակտորներ են, էլի հետագայում հասկանալու, սրանք հիմքն են, որ առանց հասկանալու հետագայում, որ ինչ-որ մեծ պրոյեկտի մեջ, երբ որ դու ստացար undefined կամ ստացար none կամ չգիտեմ, null-ը օրինակ դատարկ արժեքներ, չէ՞։ Այդ համեմատությունները, իրանց կիրառելիությունը, ընդհանրապես իրանց դեր ու նշանակությունը հասկանալու համար պետք է իրանց հիմքը հասկանալ, թե ինքը որտեղից է եկել, որ հետագայում կարողանաս այդ ստացածդ խնդրի համար լուծում տաս, հա։ Անընդհատ անդրադառնալու ենք սրանց մասին այնքան ենք խոսալու, մինչև արդեն չգիտեմ, որ քնիցդ կան հանեն, ասեն undefined-ը երբ են ստանում, ասենք աչքիդ բացես, ասես դա ձեր համար է, ես գիտեմ undefined-ը երբ են ստանում ու մնացածները ձեր համար է, որ իմանաք իրանց ծագումը, սենց ասած, մեկ էլ ընդհանրապես ինչի համար ենք մենք ստանում այդ արժեքները ու որտեղ է կիրառվում, ոնց կարանք դրանց սենց քանդելով կծիկը գնանք ու վերջնական ստանանք խնդիրը լուծենք ու առաջ անցնենք։ Ինչ վերաբերվում է այսօրվա դասին, անցանք այսօրվա դասին, լավ է, գոհ եմ, նորմալ է, գնալով ավելի բան կլինի, ինչ անունը, ավելի այդ ամեն ինչի մեջ կգնեք կհելնեք, մի քանի անգամ ինքներդ այդ error-ները կստանաք undefined, կստանաք null, none ու այդ ամեն ինչը, երբ որ մեծ խնդիրներ սկսեք արդեն լուծել, այդ ժամանակ արդեն կմտնեք նորից այդ տուտորիալները կկարդաք, կհասկանաք ինչի համար է լինում, բայց նաև մեր այս անցածներով հաստատ կվերհիշեք ու կկարողանաք խնդրին լուծում տալ։ Օրինակ, այսօրվա մեր դասը ինչին էր վերաբերվում, string-ին, թե ընդհանրապես string-ը ինչ է, մենք քիչից շատից number-ի հետ գործ արել ենք, հետո այնտեղ գրել ենք, երբ որ prompt-ով մեր ստացած արժեքը մեզ վերադարձնում էր string, ճիշտ է։ Այդ prompt-ով ստացած արժեքը, եթե թվային արժեք էր, եթե ես prompt-ով էի մուծել մի հատ 23, ինքը գալիս էր ինձ string-ի ձևով։ Եթե ես ուզում էի այդ 23-ը ստանայի որպես թիվ, prompt-ի դիմացում գրում էի պլյուս նշանը կամ այդ prompt-ի ստացած արժեքը, ասենք վերագրել էի կոնստանտով մի հատ թիվ, որը հավասար է prompt-ի, ու այդ ստացած արժեքը վերաբերում է կոնստանտի թվին, փոփոխականին։ Դա գրում եմ number-ի մեջ, մեր էս իմացած number-ով, number-ը կանաչ մեծատառել։ Հիմա մի քիչ եկեք խոսանք string-ի մասին, թե string-ը իրանից ինչ է ներկայացնում ու ընդհանրապես ինչ է ինքը մեզ, ոնց կարանք իր հետ աշխատանքներ անենք ու այս ամեն ինչը կազմակերպենք։ Օրինակ ունեմ let մի հատ str-ը, string-ը երեխեք կարճ str-ը, ասենց որպես գրված, որպես փոփոխական եմ հայտարարում, հա։ String-ս հավասար է hello, ասենք։ Այս string-ս հավասար է hello։ Ուրեմն ինչա կատարվում, ստեղ ուրեմն եկեք տպենք իրա երկարությունը հասկանանք թե ինչքան է, հա, ալերտի միջոցով, ալերտ չէ, եկեք console log անենք, console log-ով կտպեմ իմ string-ի get length-ը, երկարությունը, երեխեք, length, ուրեմն ըստ լոգիկայի ու ըստ հաշվարկի ինքը բերում է 5, հա, 1, 2, 3, 4, 5, ճիշտ է 5 հատ տար կա իրա մեջը, հեն, են, 2 լեն,
2 ln 1 է 0 բան on ուրեմն մեր string-ի length-ը վերադարձնում է 5 այս length-ը չենք գրում երբեք փակագծերով սա սխալ է սա ուրիշ բան է գրում ենք string get length ինքը որովհետև ինքը ֆունկցիա չի ինքը property է ուրեմն ոնց կարանք մենք բան վերցնենք, հա, string-ից սիմվոլ վերցնենք ըստ իրա ինդեքսի։ Եթե ես ուզում եմ, տեսեք, օրինակ ունենք, լավ, length-ից բացի եկեք մի հատ է console log անենք մեր string-ը, console-ում երևալու համար։ Իրա length-ը, ուրեմն 5-ա, մեր string-ն է hello, length-ը վերադարձնում է թիվ, ուշադիր, ստեղ ինքը կապույտով է։ Ուրեմն վեզ վերադարձնում է ինքը թվային արժեք։ Հիմա, եթե ես ուզում եմ վերցնել, օրինակ, ունեմ let, լավ, եկեք հենց այս օրինակի վրա, ուզում եմ օրինակ վերցնել h տառը, այսինքն առաջի տառը, ոնց եմ վերցնելու, երեխեք առաջի տառը վերցնելու համար, գրում եմ console log, str, գրում եմ փոփոխականը, որը որ հայտարարվել է, փոփոխականը, որը որ հայտարարել է, իրա կողքը դնում եմ քառակուսի փակագծեր ու գրում եմ իրա ինդեքսը։ Առաջի փոփոխականի համար ինչի համար եմ գրում, երեխեք ջան, 0, որովհետև ճիշտ է, իրա length-ը 5 է, բայց իրա ինդեքսացիան կատարվում է հետևյալ ձևով։ H-ը 0-րդ էլեմենտն է, այսինքն իրա ինդեքսացիան սկսվում է 0-ից հաշվարկելը, 0, 1, 2, 3, 4, այսինքն length-ը եղավ 5, ճիշտ է, բայց մեր ամենավերջի էլեմենտը, երեխեք, եթե ես ուզենամ console log-ով վերցնեմ 5-րդ էլեմենտը, 5-րդ էլեմենտ չկա ստեղ, 5-րդ էլեմենտ չկա, 5-րդ էլեմենտը մեր դա 4-րդ ինդեքսի տակ գտնվող էլեմենտն է, իսկ մեր string-ի հետ կատարվել է գործողությունների համար, եթե մենք ուզում ենք իրա ինդեքսների հետ գործողություններ անենք, մեր ամենավերջի էլեմենտը մենք վերցնելու ենք կամ հաշվում ենք, եթե string-ը մեր շատ երկար չի, կարանք հաշվենք 0, 1, 2, 3, 4, 4-րդն է on, հիմա եթե սենց տպենք, 0-րդ էլեմենտը h-ն է, երկրորդը undefined, այսինքն չկա մեր 5-րդ էլեմենտը, իսկ 4-րդ էլեմենտը լինելու է on, քանի որ էլ եմ ասում, իրա ինդեքսացիան, երեխեք ջան, սկսում է 0-ից, դրա համար մեր վերջի էլեմենտը 5-րդը չի, կամ երեխեք, ամենավերջի էլեմենտը վերցնելու համար կարանք անենք հետևյալ ձև, console log, str, քառակուսի փակագծեր, str get length, ինչ էր վերադարձնում length-ը այս պարագայում, 5, հանած 1, ամենավերջի էլեմենտը, մեր string-ի երեխեք ջան, ամենավերջի էլեմենտը ստանալու համար վերցնում ենք տվյալ փոփոխականի մեջ պահված string-ը, իրա կողքը դնում ենք քառակուսի փակագծեր, մեջը գրում ենք այդ փոփոխականը get length, որը վերադարձնելու է մեզ ընդհանուր իրա երկարությունը ինչքան է, ասենք այդ երկարությունը, իսկ վերջի փոփոխականը վերցնելու համար անում ենք -1, այսինքն էլի գալիս է դառնում է 4, նույն գրվածքն է, չէ, այս 4-ի, քանի որ string-ի get length-ը վերադարձնում էր 5, իսկ 5-ից հանած 1-ը 4-ն է, բնականաբար str-ը 4-րդ էլեմենտը կլինի մեր on, հիմա կրկնակի o ենք ստանալու կոնսոլի մեջ, երկու անգամ վերջի էլեմենտը վերցրեցինք, կամ այս str length -1-ը պահում եք մի հատ փոփոխականի մեջ, տարբեր գրվածքներ կա, հա, ասենք ոսկե օրինակ, չգիտեմ, let
Ստր գրում ենք last element-ը, հա, last հավասար է get length minus 1 ու հետո նոր արդեն console log-ով տրվում է դրը քառակուսի փակագծեր ու last նորից կբերի մեր վերջի էլեմենտը հիմա ունենք երեխեք ջան մի հատ let number պարզ էր այսքանը ինչի մասին խոսացինք հիմա երեխեք եթե պարզ չի ասեք պարզ չի ես չհասկացա ասենք ոսկե օրա չգիտեմ այս string-ը իրանից խի 5 եղավ length-ը խի վերջի էլեմենտը մի հատով պակաս եղավ ինչ index-ը ինչա հարցեր ունենք չունենք պարզը երեխեք ուրեմն եկեք մի քիչ բան անենք հա ունենք մի հատ let number թվերի հետ կապված թվերն ու string-ները մի քիչ խառնենք իրար օրինակ ունենք let number 2345 2345 ունենք այս number արժեքը եւ ուզում ենք գտնել առաջին երկու թվանշանների գումարը եւ երկրորդ երկու թվանշանների գումարը այսինքն գտնենք 2-ի ու 3-ի գումարը մեկ է վերջի 4-ի ու 5-ի գումարը ոնց ենք անելու այդ ամեն ինչը եթե number-ների հետ տանենք աշխատանքը, բայց այս ամեն ինչը ուզում ենք բան անենք, string դարձնենք, հետո string-ի հետ աշխատենք, քանի որ նոր սովորեցինք, թե ոնց ենք անելու, որ այս բանով, հա, string-ի տարրերը ոնց կարող ենք վերցնել։ Դրա համար առաջին հերթին, ժողովուրդ ջան, թիվը դարձնում ենք string։ Թիվը string սարքելու համար մի հատ պարզ ու հասարակ մեթոդ կա, որ անում ենք հետևյալ ձևով։ Գրում ենք number Number-ը մեր վերևում հայտարարվածն է 2345-ը let number-ը, որը ներքևում օգտագործում եմ։ Number-ը գրում եմ հավասար է, երեխեք, դատարկ չակերտներ, պլյուս իմ նորից number-ը ինձ կվերադարձնի string։ Այսուհետ number-ը դառնում է string։ Հիմա եթե ես console log անեմ իմ number-ը ինքը լինելու է string։ Այսինքն հետևյալ sense live hack-ը ասեմ կամ այս մեթոդը, այս ձևը կիրառելու, սա օգնում է, որպեսզի մեր number-ը սարքենք string։ Այդ ամեն ինչը կազմակերպում է դատարկ չակերտները։ Տեսեք, կապույտով չի։ Բայց եթե ես մինչև այս console log անեմ իմ number-ը վերելու է թվային արժեք։ Տեսեք, մեկը կապույտով է, մեկը արդեն string-ը դարձել։ Այսինքն string-ը դարձրեց այս տողը իրան։ Այս console log-ը մաքրում եմ, այս մյուս console log-ն էլ եմ մաքրում։ Console log-երը երեխեք ջան, շատ կարևոր ֆակտոր են ստուգում անելու, հետևյալ տողում դուք ուր եք հասել, ինչ ունեք, այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Հիմա մեզ պետք է ստանալ առաջի ու երկրորդ, առաջի երկու թվանշանների գումարը և երկրորդ երկու թվանշանների գումարը, հա։ Վերջի, լավ, այս պարագայում վերջի, քանի որ հավասար է 4 հատ է։ Հիմա մի հատ console log կանեմ, չէ։ Number 0, երեխեք, հիմա ոնց եմ անելու, նորից, string-ից վերածելու եմ թվի։ Ուրեմն, առաջի էլեմենտը իմ մոտ կլինի number 0-ն, ճիշտ է, ըստ string-ի։ Հիմա, պլյուս եմ անում number 1-ը։ Բայց սենց ինչ կտա ինձ։ Ինչ կվերադարձնի, երեխեք այս գրվածքը։ Կտա 23, չէ։ Մանե ջան, խի կվերադարձնի 23 ես իմ գրածը։
Հա, առաջի ինդեքսը 2-ն է, արել եմ plus number 1, այսինքն plus 3։ Ինչ կտա ինձ այս արժեքը։ Ինչի 23։ Այսինքն string-ի դեպքում պլյուսը միացնելու, չէ՞, նշանակություն ունի։ Դրա համար, որ այդ հիմա էլ թիվ պետք է սարքենք, չէ՞, որ ստանանք մեր ուզած արդյունքը։ Հա, ուզում ենք առաջի երկու թվանշանների գումարը ստանանք։ Ուրեմն իրանց դեմերը դնելու ենք պլյուս, չէ՞, նորից։ Այսպես պլյուսներ ենք դնել։ Հիմա էլ հաջորդը, երեխեք ջան, 1-ը, 2-ի ու 3-ի համար։ Հիմա կստանանք մեր ուզած արժեքները։ 5 և 9։ Գրեցիք դուք էլ։ Գրել եք, սա երեխեք, պարզեր հասկանալի էր։ Հիմա ոնց գրեմ։ Ոնց գրեմ, առաջի ու վերջի թվանշանների գումարը, ոնց գրեմ։ Ոնց տպեմ։ Console log-ը ես կասեմ։ Հետո ինչ գրեմ։ Վերջի։ Հակագծերի։ Չորրորդ, կամ եթե length օգտագործես, մի հատ length օգտագործելով ասա։ Okay, համաձայն եմ, չորրորդն է կարամ գրեմ։ Իսկ եթե length-ով եմ ուզում գրեմ, ոնց պետք է գրեմ։ Չէ։ 0, 1, 2, 3, վերջի էլեմենտը 3-ն է, այսինքն եթե ես ուզում եմ այդ ամեն ինչը length-ով կազմակերպեմ, ոնց պետք է գրեմ։ Number get length, չէ։ Number-ի length-ը ինչ է վերադարձնելու ինձ։ Ինչքան է length-ը։ 4 է, չէ։ Ինքը վերադարձնում է տարերի քանակը, 1, 2, 3, 4։ Ինդեքսացիայի հետ չխառնես, ինքը վերադարձնում է տարերի քանակը։ Իսկ վերջի ինդեքսը ստանալու համար անում եմ -1, չէ, սենց եմ ստանում։ Այս սրանով կստանամ արդեն 2-ին գումարած 5-ը։ Երեխեք ջան, տեսեք։ Ուրեմն մենք անցել ենք, որ երբ որ prompt-ով էլի եմ ասում, ստանում ենք արժեք, դա մեզ վերադարձնում էր string։ Հիմա այդ string-ից number գնալու համար մեզ երկու մեթոդ էր հայտնի։ Մեկը պլյուսն էր, մեկը number-ն էր, հենց որ գրվում էր։ Գոյություն ունի parseInt։ Երբ որ ես գրում եմ parse, այսա վերեց, parseInt ու փակագծի մեջ գրում եմ 10։ Մի րոպե, գեք սենց ինչ-որ բան անենք։ Let թիվը հավասար է parseInt 10։ Հիմա եթե ես console log անեմ, թիվը ինքը ինձ կվերադարձնի 10 թվային արժեք։ Այսինքն եւս մի հատ ձև իմացանք, թե ինչպես string արժեքից վերածենք number-ի։ Այսինքն այս string-ի կապանքներից ոնց ազատենք, որ 10-ը դառնա մեր իմացած թիվը։ Ու
Եվս մի հատ լավ հավես բան ունի, let թիվ 1-ը հավասար է parse int ու գրում ենք 10 ամբողջ 5 ինքը մեզ վերադարձնում է ամբողջ արժեք console log թիվ 1 եթե գրեմ 16 մեկը վերադարձնում է 10 Կարծեր Այս էլ parse int-ի մասին parse float-ը երեխեք parse float-ը տասնորդական արժեք float լողացող է նշանակում ոնց որ տասնորդական արժեք է ինքը վերադարձնում let թիվ 2-ը հավասար է parse float այս առաջինն է տալիս է 10 ամբողջ 5 ու տպում եմ թիվ 2-ը ինքը տպելու է 10 ամբողջ 5 Տենց է տպումը։ Այսինքն, եթե կարիքը լինի ամբողջական ինչ-որ տասնորդական թիվ, հա, գրելու կամ իր հետ աշխատելու համար հանգիստ կարանք parse float-ը օգտագործենք։ Ուրեմն, to fix-it-ը ինչա իրանից ներկայացնում երեխեք։ To fix-it։ Եթե ես ունեմ let name-ը երևում նամ չունեմ, չէ, հավասար է 10 ամբողջ 5, 6, 7, 8 Դες մի հատ թիվ Բայց ես ուզում եմ, որ ես իմ թիվը երևա 10 ամբողջ ու 2 թիվ երևա Ես այդ դեպքում անում եմ console log Էր դու անցած տնայինի հետ կապած այս to fix-it-ի մասին էիր խոսում Գրում եմ to fix-it, ասում եմ fix-իր, 2 նիշ Հիմա ինքը ինձ կվերադարձնի Հա Լավ Ուրեմն տեսեք երեխեք Ինքը fix-ում է 10 ամբողջ 57 կսարքի Ինչի համար է ու string արժեք է վերադարձնում Ինչի համար է 57, չէ որ ես գրել եմ 56, որովհետև 6-ից հետո թիվը 7 է ու կեսից բարձր է, դրա համար ինքը դարձնում է դեպի 7 Իսկ եթե մեզ թիվ է պետք, ուղղակի նորից այս սրա դեմը գրում ենք պլյուս Հիմա եկեք մի քիչ էլ այդ թվի հետ կատարվող աշխատանքները, հա, ասենք let num1-ը հավասար է 5-ի Հետո num-ը հավասար է գրում ենք, եթե ուզում ենք ինչ-որ արժեք գումարենք իրար, հա, չէ, մի րոպե num1-ը հավասար է num1 Չօգնելու եմ num1 էր գրելուց Եկեք եսի փագեմ, այսքանը Եկեք num գրեմ էլ երեխեք, ես մեկը գրելուց ամեն անգամ Num-ը հավասար է num պլյուս, ասենք 2 Եթե ուզում եմ ինչ-որ 2 արժեք ավելացնեմ, չէ Հիմա իր արժեքը ինչ դարձավ Եթե ես ուզում եմ մի հատ 2 գումարեմ, կարամ սենց գրեմ, չէ Գրել եմ 5-ը հավասար է 5 պլյուս 2 Ինչ կստանանք Հիմա որ ես num-ը տպեմ, ինչ կլինի 7 Տեսեք 7 Լավ, եկեք ես քանն ես սենց փագեմ որ մի անգամից այս ամեն ինչը մեզ մի անգամից այս արժեքի հետ կապված է գործողությունը Երեխեք, եթե ունեմ հայտարարված փոփոխական
Let նամը հավասար է 5, եթե գրում եմ նամը հավասար է նամ պլյուս 2, ինքը իր արժեքը փոխում է, ավելացնում է պլյուս 2-ով, լավ, հիմա գոյություն ունի հետևյալ գրելա ձևը, կարամ, հիմա արդեն 7 է իր արժեքը, հիմա գրում եմ նամ պլյուս հավասար է 3, սա ինչ է անում, ես էլ է երեխեք նույն գումարելն է, ուղղակի կարճ գրելա ձևն է, որպեսզի չգրեմ նամը հավասար է նամ պլյուս 2 կամ նամը հավասար է նամ պլյուս 3, ասում եմ նամ պլյուս հավասար է 3, դարձրեց 10, չէ 7 էր, երկրորդ տողում դարձել էր 7, ստեղ դարձել էր 7, ստեղ 5 էր, 5 էր, ստեղ եղավ 5 պլյուս 2, որը հավասար է 7, ստեղ եղավ 7 պլյուս 3, որը հավասար է 10, երեխեք կա սենց գրված, որ գրվում է նամ պլյուս պլյուս, սա ինչ է անում, նամ պլյուս պլյուս է երեխեք ջան, ավելացնում է արժեքը, երբ որ կոնսոլ լոգի մեջ ես դնում, այդ արժեքը արդեն պլյուս 1-ով ավելացնում է, այսինքն սա լինում է 10 պլյուս 1, ինքը 1 է գումարում թվին, հա, նամ պլյուս պլյուս, գումարում է 1, հաջորդ տողում անում եմ նամ մինուս մինուս, սա էլ հանում է 1, ստեղ քանիս էր արժեքը, 11 էր, հիմա սարքում է 10, 11, արդեն 11 էր, չէ, ես չեմ անում, մի հատ կոմենտով դիանեմ, ստեղ 10 պլյուս 1, 11 մինուս 1, որն էլ հավասար է 10, հիմա անում եմ պլյուս պլյուս նամ, դարձավ 11, որովհետև 10 էր, նորից պլյուս արեց, ու անում եմ մինուս մինուս նամ, այսը դարձրեց 10, երեխեք ջան, իրականում նամ պլյուս պլյուսի ու պլյուս պլյուս նամի մեջ կա տարբերություն, բայց այդ տարբերության մասին հետո կխոսանք, կարամ մի հատ կարծը անդրադարձ անեմ, որ այս նամ պլյուս պլյուսը ավելացնում է, բայց երկրորդ կանչի ժամանակ, այսինքն եկեք մի հատ sense լավ եկեք ասեմ ես մի մասը, հետո որ անդրադառնանք ոչինչ կլինի կրկնողություն, ուրեմն ունենք let նամը հավասար է 5, չէ, հիմա ես կոնսոլ լոգ եմ անում նամ պլյուս պլյուս, վերադարձնում է երեխեք 5, վերադարձնում է 5, ինչի համար է 5 վերադարձնում, որովհետև կոնսոլի մեջ ինքը նամն է տպում, հետո նոր անում է պլյուս պլյուսը, ու չի հասցնում էլ տպի, իսկ եթե ես երկրորդ անգամ գամ ստե կոնսոլ լոգ անեմ նամը, այ հիմա ինքը կտպի 6, հասկացաք, այսինքն ինքը գործողություն է, որ սպասում է իր երկրորդ կանչին, որ ինքը ընդեղ արտապատկերվի, նամը տպել է, հետո է պլյուս պլյուսը արել, արդեն ասում է հաջորդ անգամ դու որ ինձ կանչես, ես քեզ նոր արժեքով կգամ կներկայանամ, բայց հլը ես քո համար 5 եմ, քանի որ դու տպել ես, հետո ես պլյուս պլյուս արել, այսինքն գալիք երկրորդ գործողության ժամանակ ինքը նոր
կարտապատկերվի մեր արած պլյուս, այսինքն մեր ուզած արդյունքը այդ ժամանակ ինքը ցույց կտա։ Իսկ տարբերություն դրա, եթե ես այս պլյուսը գրեմ իրա դիմաց, ինքը մի անգամից կտպի 6, քանի որ ինքը պլյուսը անում է, նորա կոնսոլ լոգը աշխատացնում, այս է տարբերությունը պլյուսի, պլյուս նամի ու նամ պլյուսի միջև, պարզ էր երեխեք, հասկանալի էր իրոք, այսի մի քիչ խուճուճ պատմություն է, բայց նենց է, որ այդքան էլ դժվար բան չի էլի ինքը, պարզ էր, չէ՞, հարցեր ունենք, լավ, ուրեմն if, else if-ի մասին եկեք խոսանք, եթե հարցեր չկան, okay. Հարցերը ես կտամ հաջորդ ասին, գնացինք, ահան, if ու else if, ինչ է սա իրանից ներկայացնում երեխեք ջան, ինչ ոնց է սա գրվում, օրինակ գրում ենք if, եթե, օրինակ գրում եմ այսպես, հակագծերը դնում էի մեր իմացած ձևն է, գրում եմ եթե նամը հավասար է 1, նամը հետո կհայտարարեմ, հա, տող կոնսոլ լոգ անի, value 1, արժեք, value-ն արժեքն է, value 1, հիմա երեխեք, եթե հակառակ պայմանս նորից դեպքի քննարկումը պահանջում, ուրեմն ես ոչ թե գրում եմ else, այլ գրում եմ else if, հակառակ դեպքում ասում եմ եթե ու նորից ինքը պարունակում է սենց փակագիծ ու ասում է գրի մի քանի պայմաններ կան իրար մեջ խճճված, ես պետքա դրանցից դուրս գամ, ասում եմ եթե նամը հավասար է 1, կոնսոլ լոգ արա value 1, հակառակ դեպքում եթե էլի բաներ ունեմ ասելու, նամը հավասար է 2, ուրեմն գրի կոնսոլ լոգ թող տպի value 2, հիմա չեմ վերջացրել, էլի պայման ունեմ, ասում եմ else if, եթե, բնականաբար սա եվերով է կարայի կապեի, բայց else if-ի դեպքը էլ ինչի համար է սա տեղի ունենում, մի հատ էլ ասելիք ունեմ, ասում եմ եթե նամը հավասար է 3, ուրեմն թող տպի կոնսոլ լոգով value 3, այն նոր վերջում, որ էլ պայման չի մնացել, մնացել է մի տարբերակ, այդ դեպքում նոր եզրափակում եմ else-ով, ասում եմ հակառակ մնացած բոլոր դեպքերում, կոնսոլ լոգ արա ու գրի այլ արժեք, Սա, այսինքն, եթե ես ունեմ ասելիք, հա, մի քանի ասելիքներ ունեմ, ու իրանք տարբեր պայմաններ են ենթադրում, օրինակ ասում եմ if, եթե նամը հավասար է 1, այս դեպքն է, ու եթե իմ ասելիքը վերջանում, ասում եմ մնացած բոլոր դեպքերում, էլ ուրիշ դեպք չունեմ քննարկման, այսինքն, եթե քննարկման դեպքեր ունեմ, դրանք կազմակերպում եմ else if-ով, else if-երի միջոցով եմ դրանք կազմակերպում, պարզ է, else if-երը այս սրա իմաստը ունեն, դա կոչվում է else if-ի շղթա, հիմա ներդրված if-ը, ոնց է տեղի ունենում այդ ամեն ինչը, ոնց է գրվում իրա գրվածքը, ասում եմ պայմանը դնում եմ, կողքը գրում եմ էլի այդ քննարկման դեպքը, հա, պայմանն է մեջ է գրում, ասում եմ նամը եթե մեծ կամ հավասար է, հա, մեծ կամ հավասար է
0-ի Ուրեմն այս դեպքում ու ասում եմ, եթե մեծ կամ հավասար է 0-ի, բայց նաև փոքր կամ հավասար է 5-ից, ստեղ գրում եմ նորից if-ով, if num-ը փոքր կամ հավասար է 5-ից, այստեղ նոր բացվում էին հակագիծերը, ձևավորում նորից, ու գրում եմ console log մեծեր կամ հավասար 5-ի։ Հիմա սրա հակառակ դեպքը ինչ կլինի, else console log եթե փոքր կամ հավասար չէ 5-ից, ուրեմն մեծ է 5-ից, ուրեմն այս պայմանը ենթադրում է հետևյալ պատասխանը, մեծ 5-ից։ Երեխեք ուշադրություն, էսի ես if-ի else-ն է, այս if-ի else-ն է սա, տեսեք, երբ որ ես կլիկ եմ անում իրա վրա, ինքը խավարացնում է, հա, երևում է, որ ինքն է, այս if-ի else-ը սա է։ Այս if-ի else-ը գրում եմ ստեղ, ասում եմ հակառակ դեպքում else console log-արա մեծ է 0-ից։ Եթե մեծ կամ հավասար է 0-ի, ներդրված if-ը երեխեք, որը իրա մեջ, այս բլոկի մեջ կարող ունենա իրա if else-ը, ու մեծ բլոկի իրանից նորից ենթադրի if ու else-էր։ Ինչ է իրանից ներկայացնում, երեխեք, եթե հարցեր կան, կարաք տաք, հետի ելի եմ ասում, ինչ է իրանից ներկայացնում, ուրեմն, տեսանելիության տիրույթ, այսօր որ պետք է խոսանք այդ տեսանելիության տիրույթը։ Երեխեք, var փոփոխականի մասին, որ մենք խոսացինք ու անցանք, որ ասեցինք հնում ինքը օգտագործվում էր, փոփոխականները հայտարարում էր var-ի միջոցով, var an հավասար է, ասենք խոսքի օրինակ 5։ Հիմա մի վարքյան։ Երեխեք, երբ որ մենք անդրադարձանք var-ին ու ասացինք, որ var-ը հնում օգտագործվել է, բայց հիմա կիրառելի չի, ուրեմն ինչ էր տեղի ունենում այն ժամանակ։ Երբ որ փոփոխականը հայտարարվում է if else-ի բլոկի մեջ, անցած դասին է մենք դա խոսացինք, ինքը դրսում հասանելիություն չունի ու իրան ոչ մեկ չի ճանաչում դրսում, այսինքն գլոբալ տիրույթում ինքը ուղղակի հասանելի չի։ Հիմա մենք հեսա պայմանի օպերատորի հետ կապված, if-ի հետ կապված, հիմա կկատարենք գործողություններ, որի արդյունքում էլ արդեն իրա տեսանելիության տիրույթը կհասկանանք, հա, ոնց է լինում ու ինչի համար է իրա տեսանելիության տիրույթից դուրս այդ փոփոխականները հասանելիություն չունեն, որտեղ է ինքը ծնվում և որտեղ է, ասենց ասած, մահանում այդ փոփոխականը ու ինչի համար կիրառելի չի։ Գլոբալ փոփոխականը, երբ որ դու դրսում ես հայտարարում, օրինակ ես որ հայտարարում եմ let an հավասար է 5, սա համարվում է գլոբալ փոփոխական։
ես ոչ մի պայմանի օպերատորի կամ ցիկլի հետագայում որ անցնելու ենք, հեսա մի քանի դասից, իրա մեջ չեմ հայտարարում ու ինքը ընդհանրապես ոչ մի փակագծերի չի ենթարկվում, ինքը գլոբալ փոփոխականը հասանելի է իմ կոդի ամբողջ մակարդակով։ Հիմա այս ամեն ինչը եկեք կոմենտենք ու եկեք խոսանք մի հատ այդ բաների մասին, հա, կամած օրինակներով կհասկանանք, այդ տեսանելիության տիրույթը ընդհանրապես ինչա իրանից ներկայացնում։ Ես գլոբալ փոփոխական եմ հայտարարում, let անհավասար է 1։ Հիմա պայմանի օպերատորն եմ գրում, պայմանի օպերատորի կողքը գրում եմ դրական, true արժեքն եմ գրում, ճիշտ արժեք եմ գրում, որպեսզի մտնի ինքը իր փակագծերի մեջ, այսինքն այդ բլոկի մեջ մտնի։ Ու ասում եմ անհավասար է 2։ Հիմա եթե ես գալիս եմ դրսում, ասում եմ console log a ինքը տպում է 2։ Ան դրական պայմանի դեպքում մտել է, դարձել է 2 ու դուրս է եկել, դրսում տպվել է 2։ Okay, էսի պարզ էր։ Հիմա եկեք մի հատ sense բան անենք, հա։ Let age-ը տարիքը հավասար է 17։ Let ինչ-որ չգիտեմ B, փոփոխական։ Ասում եմ, եթե age-ը մեծ կամ հավասար է 18-ից, let, եկեք եսի B չէ, bool պահենք, boolean արժեք, որպեսզի տանք իրան bool-ը։ Let bool-ը հավասար է true, այս դեպքում true-ն է։ Հակառակ դեպքում ասում եմ else let bool-ը հավասար է false։ Հետո գալիս եմ ստեղ, console log եմ անում, իմ bool-ը։ Երեխեք, այս պարագայում ինչ կտպի ըստ ձեզ։ Այո, ինչի համար։ Let bool-ը չի աշխատում, համել ինքը այդ bool-ը հայտարարվել է իրանց կոպկեքի ներսում, ճիշտ է, իսկ մեր վերևի bool-ը, global bool-ը, երբ որ հայտարարվել է, իրան փոփոխական չի վերագրվել։ Ու այս console log bool-ը, այսինքն, հասկանում է սա։ Եթե սա առանց let-երի գրեմ, իսկ սենց, ինչ կտպի։ False կտպի, այո։ Երեխեք, ստեղ let-ի առկայությունն էր, որ երբ որ ես ստեղ գրում եմ let, ինքը հասկանում է նոր փոփոխական եմ ուզում հայտարարեմ bool տիպի, քանի որ սա ուրիշ տեսանելիության տիրույթ է, այս մյուսը ուրիշ տեսանելիության տիրույթ է։ Իսկ այս if-ի ներսում հայտարարված յուրաքանչյուր փոփոխական let c-ն, որը հավասար է 20, դրսում ինքը գոյություն չունի։ Իսկ գլոբալ տիրույթից եկած ու իրան ներսում
փոփոխություն կրած կամ ինչ-որ արժեք, նոր արժեք վերածված, այդ փոփոխականը նորից դրսում կարանք օգտագործենք, բայց պարտադիր ինքը պետք է գլոբալ տիրույթից գնա մտնի if-ի բլոկի մեջ, նորից ընդեղից դուրս գա, որ տպվի։ Իսկ եթե ինքը if-ի բլոկի ներսում է հայտարարվել, ինքը հենց ներսում էլ կարա console log-ը լինի, պարտադիր, console log C, տեսեք ակտիվացավ C-ն։ Եթե ինքը դրսում է տպվում, այսինքն if-ի բլոկի ներսում հայտարարված փոփոխականը եթե դրսում է տպվում if-ի բլոկը փակվելուց հետո, ինքը ոչ մի արժեք չի ներկայացնում իրանից։ Ոչ մի արժեք չի ներկայացնում, որտեվ ինքը որ իր տեսանելիության տիրույթը սահմանափակվում ու վերջանում է if-ի բլոկի ներսում։ Կներեք, հալո։ Да, ասա։ Да, բարի։ Պարզեր երեխեք ջան, փոփոխականը, որը որ հայտարարվում է if-ի բլոկի ներսում, if-ի բլոկի ներսում էլ ինքը մահանում է, վերջ, ինքը դրսում հասանելիություն երբեք չունի։ Եթե ես տեղ let C եմ արել, որը հավասար է 20-ի, ես ես C-ն դրսում, ինչքան ուզում եմ տպեմ, տեսեք ստեղ վերջացավ if-ի բլոկը, այսքանն է if-ի բլոկը, վերջ, եթե ես կամ ստե console log-ով ուզենամ այս C-ն տպեմ, այս C-ն, աստա ինքը չի հասկանում, հիմա ասելու է C-ն չկա, reference error is not defined, հայտարարված չի, C-ն, իրա համար ինքը հայտարարված չի, որտև ինքը չի տեսնում C-ն, իսկ if-ի բլոկի ներսում ինքը չի մտնում ու նայում, որտև դա փակ տիրույթ է իր համար։ Իսկ վառը երեխեք ջան, բլոկ սկոպ չուներ, այսինքն բաների, այս տիրույթում չէր մնում, եթե ես վառով փոփոխական հայտարարեի ստեղ, let վառը հավասար է 20, ինչ let վառը հավասար է 20, վառ, ասենք հոսքի օրինակ C-ն հավասար է, որ 20 տայ, console log անեի C-ն, ստեղ ինքը կտպեր, որովհետև ինքը չի ենթարկվում, հեսա, տեսեք երկուսը տպեց, որտև ինքը չի բանանում, սրա բացասական կողմերը որն էր, տեսեք, մի հատ C էր հայտարարում, if-ի բլոկի ներսում, մարդեր իր if-ի բլոկի ներսում ուզում էր մի հատ գործողություն աներ, ուզում էր այդ C-ի հետ աշխատանք աներ, if-ի մեջ էլ վերջացներ դուրս գար, էլ այդ C փոփոխական ինքը չէր ուզում, այդ հայտարարված փոփոխականը չէր ուզում, որ դրսում երևար, բայց այս մեր վառը ընդհանրապես չէր ենթարկվում այս կոպկեքին, ու դրանից դուրս էր գալի, այսինքն ինքը կոպիտ ասած, հայտարարվելով if-ի բլոկի ներսում, ավտոմատ դառնում էր գլոբալ փոփոխական, ու դա շատ բաների էր խանգարում, մեկը վերցնում էր, ինչ-որ մի հատ ստե ուզում էր լրիվ ուրիշ C փոփոխականի հետ գործողություն աներ, վերցնում էր ինքն է մի հատ վառ C էր հայտարարում, նորից դրսում, ուրիշ բաներ էր անում, գործողություններ էր անում, հա, վառ C-ն հավասար է, ասենք հոսքի օրինակ, պլյուս, հա, C-ն հավասար է, C պլյուս 10, ու այսի մի հատ շատ մեծ խնդրի առաջ էր կանգնեցնում, քանի որ մեծ պրոյեկտների մեջ ինքը չէր կարող վերահսկեր, հա, թե բանը, այս C-ն որտեղից եկա, որ մի հատ էլ հասկանար, էլի, որ եթե if-ի բլոկի ներսում C ունի հայտարարած, էլ դրսում C փոփոխական չհայտարարեր, որպեսզի չխճճվեր։ Իսկ այս ամեն ինչը, որը որ let-ի պարագայում ինքը ենթարկվում է, այսինքն իր տեսանելիության տիրույթները լրիվ ուրիշ են ու ինքը բան անում, հա, block scope ունի, այսինքն scope cake-ի ներսում, փակագծերի ներսում block ունի, ինքը դուրս չի գալիս։ Իսկ վառի դեպքում block scope չկա, գոյություն չունի։ Երեխեք ջան, հասկանում եք, չէ՞ ինչի մասին ենք խոսում ու ընդհանրապես ինչա կատարվում։ Այդ փոփոխականը որտեղ է հայտարարվում, ինչ է լինում։
Պարզեր ես ամեն ինչը։ Ուհ, ուրեմն առաջադրանք։ Պրոմպտով վերցնում եք մի հատ բառ ու ցույց եք տալիս առաջին ու վերջին տառերը։ Պրոմպտով ստանում եք բառ, ցույց եք տալիս առաջին ու վերջին տառերը։ Պրոմպտով ստանում ենք բառ, մի հատ բառ ու տպում ենք առաջի ու վերջի տառերը այդ բառի։ Ուհ,
Մանե ջան, փորձել ես կոնսոլներով տենաս, ճիշտ է տպել։ Իսկ իրա լենգթը ինչքանի հավասար կլինի ըստ քեզ։ Տենց ասեմ, ինչ ես կարծում։ Այս տեքստի։ Չէ, write text-ը որ գրել ես։ Չէ, այս մի ուղարկածիդ մեջ։ Դրա length-ը ինչքան է, մի հատ կարաս հաշվես ասես, առանց տպելու էլի։ Ինչի։ Ճիշտ է, հետո ուզում լսեի։ Պրաբելը նույնպես համարվում է ինդեքսացիա։ Вообще տար։ Հա, պրաբելն է, ինչքան պրաբել տնես, այդքան ինքը հաշվելու է։ Պրաբելներն առանձին է հաշվում։ 1, 2, 3, 4, 5, պրաբելը 6, ապրես։ Լավ է, վրեժ ջան, ապրես։ Էիք։ Միլենան էլ է գրել։ Ինչ է տպե, Միլենա ջան, քո գրածը։ Նայել ես կոնսոլի մեջ։ Միլենա, քո գրածը նայել ես կոնսոլ լոգի մեջ, ինչ է տպե։ Գնացել ես թե կոնսոլ, հե՞։ Ինչ է տպե բա։ Ստեղ կոնսոլի մեջ տեսել ես ինչ է տպե։ Խաչ։ Իսկ ես մի հատ գրեմ քո գրածը, հա լե STR-ն հավասար է բար։ Բայց ես ասել էի prompt-ով ստացել։ Okay, prompt-ը չես գրել, արել ես console log գրել ես STR B plus STR R չէ։ Այսինքն չես դարձել պատասխանը։ STR B-ն ինչն է, կասես ինձ։ Այտենց, հա ինքը հասկանում։ Թե պետք է գրեիր STR 0, դու ես չեմ ասել, որ տպի բեռը ասեմ։ Մի հատ էլ կոնսոլ լոգ անեիր 0, 1, 2։
Ինչև ստեղ որ հլը ինչև ստեղ որ դու չես ստացել պատասխանը որպես խնդրի լուծում մի ուղարկի լավ մինչև դու այս պատասխանը ստացած չլնես այդ դա խնդրի լուծում չի հետո սոթռը բանվորն մենք այդպես բան անցել ենք չես հասկացել անկեղծ այս բանը ստրինգի պահը ինդեքսացիա գոյություն ունի այս սրա տակը ինքը ինդեքսացիա է անում այս b-ի տակը ասենք 0-յա գրած էդի ինքը հասկանում է որ 0-րդ ինդեքսով էլեմենտն է իրա այսինքն հիմա տես սենց մի հատ ձև քեզ բացատրեմ հա օրինակ նստած ենք այս 5 հոգի ենք հիմա ճիշտ եմ ասում թե 4 դուք 4-ը ու ես նստած ենք սաղս մի հատ սենյակում ու աթոռների վրա նստած ենք հիմա մարդ կա որ մտնում է ներս ու մեզ բոլորիս ճանաչում է այդ մարդը մեզ անվանական է դիմում ինձ ասում է բարև Վահան ջան քեզ ասում է բարև Միլենա ջան ու տենց բոլորի անունները գիտի անվանական դիմում է այդ մարդը այն մարդն է որը որ այս տառերը ճանաչում է բայց նաև մեր աթոռների հետևը ինչ-որ բաներ կա, համարակալումներ ես ասենք նստել եմ 0-րդ աթոռի վրա դու նստել ես մեկ համարով աթոռի վրա ու տենց երեխեքներ հաջորդական նստել են տենց համարներով աթոռների վրա ինչ-որ մարդ է մտնում ներս սենյակ ով որ մեզ չի ճանաչում, չգիտի մեր անունները ու կարիքներ չկա որ իմանա, այսինքն նա մեզ սկսելու է դիմել մեր համարակալումներով, ճիշտ է աթոռների համարակալումով, էլի սենց ասեմ, որ մենք մեզ վատ չզգանք, որ մեզ համարակալում են, մեր աթոռների, այսինքն ասելու է 0-րդ աթոռի վրայի նստած մարդ, եկեք, ես արդեն գիտեմ, որ ես եմ այդ 0-րդ աթոռի վրա նստած մարդը, ու ես հայլում եմ գնում եմ, ինձ են կանչում այսինքն 0-րդը իմ ինդեքսն է, բայց իմ անունը Վահան է, չէ, 0-րդը իմ ինդեքսն է, նույնն էլ է ստրինգի դեպքում, երբ որ գիտենք մենք արկայությունը, հա, ստրինգի, ասենք խոսքի օրինակ բառը կամ բարևը, ես գիտեմ, որ սա B-ն է, սա A-ն է, սա R-ն է, ու ես կարում եմ հաշվեմ 1, 2, 3, 4, 5, մեր քանակը կլինի 5, մենք 5 հոգի ենք, բայց ըստ ինդեքսացիայի, քանի որ ինդեքսացիան սկսվում է համարակալումը, սկսվում է 0-ից, վերջի էլեմենտը, վերջի տարը, կլինի ընդհանուր գումարից հանած 1, այսինքն մեր ընդհանուր քանակը կլինի 5, բայց ըստ ինդեքսացիայի մենք կլինենք 4 տար, այսինքն վերջի տարը կլինի 4-րդ տարը, ոչ թե տարը, այլ տարը, հասկացար ինչ է կատարվում, այսինքն լրիվ ուրիշ բան է ինդեքսացիան, լրիվ ուրիշ բան է, թե ինչա գրված տեղ, մենք մեր վիզուալ աչքով չենք տեսնում այդ զերոները, բայց միշտ հիշի, եթե ինքը string է, ու մենք գրում ենք հետևյալ ձևով, ուզում ենք իրան ըստ իրա ինդեքսի վերցնենք, իրա ինդեքսը հիշի, սկսում է 0-ից, ու այս B-ի տակը 0 է գրած, ինդեքսով, տակը գրած է 0, A-ի տակը գրած է 1, R-ի տակը գրած է 2, Y-ի տակը 3, B-ի տակը 4, ու տենց գնում է շարունակ, եթե ես շարունակեմ սենց գրել, հիմա եթե ես ես պրաբել անեմ, սա 5-ն է, մի հատ էլ անեմ 6-ն է, պրաբելներն էլ է ինքը հաշվում, Էրջան, խես, գիտեմ, Էրջան, խես 3 թիվը գրում, պրոմպտով string ստացի, չգիտեմ, կոդը թելը կուղարկես, ես թիվ չեմ ուզում, որ դու պրոմպտի մեջ գրես, կամ չգիտեմ, եթե թիվ ես գրում, գոնե մի քանի թիվ գրի, որ բան անի, առաջի ու վերջինը հետ վերադարձնի,
Ես հենց 3-ով բան չեմ հասկանա, քո կոդը ճիշտ է գրած, թե չէ։ Պետք է ինչ-որ մի հատ երկար string գրես, ինչ-որ մի հատ բառ։ Որ ես հասկանամ սկզբի ու վերջի էլեմենտները։ Ահա, հիմա բառերը որ գրում է console.log word 0, word length -1, օ, էսի ուրիշ բան։ Ուղղակի փորձարկելուց որ թիվ էիր գրել, արդեն դա մի քիչ տարօրինակ էր։ Երեխեք, տրված է մի հատ թիվ, օրինակ գրած է let name հավասար է, ինչ-որ 4827, օրինակ մի հատ թիվ։ Գտնել առաջի և վերջի թվանշանների գումարը, եթե գտնել մի վայրկյան, գտնել առաջին ու վերջին թվանշանների գումարը, եթե, մի րոպե, սենց անեմ գրեմ, եթե, մի տողաններ, եթե գումարը զույգ է, թող տպի զույգ է, ապա տպել even, եթե կենտ է, լավ, կամ հենց տենց է, եթե գումարը զույգ է, ապա տպել զույգ, սա անգլերենով է, տպել զույգ, եթե կենտ է, ապա տպել կենտ, զույգն ու կենտն էլ արդեն ինքներդ կորոշեք ոնց եք անում։
Ահա։ Առաջի վերջի թվերը գումարում ենք, հետո ստուգում ենք, եթե զույգ ա, տպում ենք զույգ ա, եթե կենտ ա, կենտ ա։ Ճիշտ է ապրես մանեջը։ Ուզում ես քեզ մի հատ ուրիշ բան ասեմ, դա անես։ Ահա։ Ստեղծում ես մի հատ պատահական թիվ 1-ից 100 միջակայքի, ստացած թիվը եթե փոքր է 20-ից, թող տպի low, եթե 20-ից 70 միջակայքում է, թող տպի medium, եթե մեծ է 70-ից, այդ դեպքում high։ Հա երեխեք ջան, չարեցիք այդ մասը, այն առաջ երկու թվերի։
որտեղ սխալ ես արել, Միլենա ջան։ Խաչ չի, էդի էրորը։ Կարմիրով, չէ՞։ Ուրեմն սխալ ունես, ինչ-որ մի բան չես հայտարարել, փորձում ես դրանով ինչ-որ մի բան անես։ Նանի ջան, ստե մաթ ռանդոմ անգամ 101, թե անգամ 100, հետո փակագծից դուրս +1։ Սենց էլ ա լինում, բայց։ Հա, եղել ա, օքեյ, ապրես։ Մեկ էլ ես երկրորդ պայմանի մեջ, եթե դու հայ, եթե ասում ես if name-ը, եթե փոքր է 20-ից console log low, չէ, այստեղ եթե else if ես անում, այստեղ արդեն կարա իր մենակ ստուգեիր name-ը, եթե փոքր կամ հավասար է 70-ից, որովհետև էլ մինչև 20-ից 70-ը կաներ, էլի սենց ասած։ Ու Եվը մի Եվով աշխատել է, որ գրել ես։ Ինձ ուղարկած նկարում, հա։ Աշխատել է մի Եվով։ Ուստի արդեն ամենավերջում արդեն else ես գրում։ Հակամեն մի դեպք է էլ մնում, արդեն 70-ից մինչև 100 ընկած, միջակայքն է մնում։ Էլ պայման պետք չի ստուգել։ Միանգամից գրում ես else ու գրում ես console-ով hey։ Հայ, հա։ Էլ պետք չի պայման ստուգել, էլ այստեղ else if-ի բանը կարիքը չկար էլ։ Ապրես։ Մի Եվը հետաքրքիր էր։ Ապրես Երիկ ջան, երեխեքեսի փոփոխականների տեսանելիության տիրույթ, if get else if
Սերտեմային առաջադրանքը եկավ, լավ եկեք, ուրեմն եկեք ես էլ նայեմ էլի, լետ նամը հավասարը, նամ ունեմ էլի, եթե նամը մեկը մեծ է 0-ից և նամ մեկը փոքր է 40-ից, ուրեմն կոնսոլոգանի այքեզ բան ինչերի այքեզ բան աշխատում է, հա, աստորեն հա մի դեպքում աշխատում, հա մեր Պիթերի հետ է ճիշտ, բայց խի որոշեցիր մի եվով գրես, ամեն անգամ մի բան սովորեցվում է, այ, հա երեխեք ջան, ինչ եղավ, մոռացա արդեն ինչ առաջադրանք է տվեք գտնել, առաջին ու վերջին, առաջին ես չա, առաջին ու վերջին թվանշանների գումարը, եթե գումարը զույգ է ապատպել զույգ, եթե կենտ է ապատպել կենտ, հեն վրեժ չեք գրել, մի բան գրի, զույգ է կենտ է, հա պայմանը պտի ստուգես, զույգ հա թե կենտ, զույգ ու կենտը ոնց կարա ստուգես, վայ, չես անցել դու տես բաներ, եթե թիվը բաժանում ես երկուսի ու մնացորդը ելնում է 0, դա զույգը չի, 10 զույգ թիվ ա թե կենտ, հիմա 10-ը բաժանեմ երկուսի կլինի 5, մնացորդն կլինի 0, չէ, իսկ 11-ը կենտ ա, չէ, որ բաժանեմ 5-ի ինչ կլինի, բաժանեմ երկուսի, կլինի ամբողջական կբաժանվի 5-ի, ճիշտ ա, կլինի 5, մնացորդն կլինի 1, ու տենց որոշում ես, եթե թիվը, այդ թիվը ինչը որ ստացել ես, լավ, եկեք սենց, ուրեմն երեխեք,
let name nam 2-ը այս բaragայում հավասար է, չգիտեմ, ասես մի հատ թիվ։ Հիմա ասում եմ, սա պետքա դարձնեմ string, ճիշտ է։ Այսօրվա մեր արածով անում ենք հավասար է, դատարկ չակերտ, պլյուս, չէ, պլյուս իմ նամ 2-ը։ Եսի դարավ string, թե չէ։ Դարավ։ Հիմա մի հատ փոփոխական է ինձ պետք, որ այդ փոփոխականի մեջ պահեմ, ճիշտ է, առաջի ու վերջի էլեմենտները։ Գրեջ, Միլենա։ Փոփոխականը պետք, որպեսզի մի հատ result է ինձ պետք, որպեսզի իր մեջ պահեմ, ճիշտ է, պլյուս նամի 2-ի 0 ու պլյուս նամ, որը 0, 1, 2, 3, ճիշտ է, երեխեք համոզվելու համար console log եմ անում result-ը, որպեսզի ընթացիկ մի հատ նայեմ դենամ, ճիշտ եմ գնում առաջ, թե չէ, նան է տալիս, ինչի համար, Որտև ստա 2 չեմ գրել։ Հիմա պետքա տա 10, չէ։ Վրեջ, հետո պայմանն եմ ստուգում, ասում եմ, եթե իմ result-ը տոկոսը որն է, տոկոս 2-ը, եթե հավասար է 0-ի, այս դեպքում console log պետք է անի, զույգ է, հակառակ դեպքում, եթե զույգ չի, ուրեմն կենտ է, չէ, console log կենտ է, զույգ է, իսկ եթե եստեղ գրեմ 6, կգրի կենտ է, պարզեր, Всё, երեխեք ջան, այսօրվա համար այսքանը, տնային առաջադրանքը արդեն ուղարկել եմ Classroom-ով, վիդեոն էլ կուղարկեմ շուտով։